Հանդիսատեսի բազում առաջարկներով մայիսի 14-ին երեկոյան ժամը 7-ին Փասադինայի AGBU թատրոնում նորից կկայանա Գերին եւ Գրեյսը ներկայացումը Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանի եւ սիրված դերասանուհի Նարինե Չիլինգարյանի դերակատարմամբ։ Դեմադրությունը Գոր Բաբախանյանի ըստ Խորեն Արամոնու պիեսի։ Այդպես էլ ոչինչ չեղավ։ Տոմսերի համար զանգահարեք 818-265-0506 կամ այցելեք ticketmiket.com։ Ողջույն, Հորիզոնի տաղավարում կրկին դիմանկար ծրագիրն է։ Այսօր դիմանկարի տաղավար եմ հրավիրել բանաստեղծ, հենց բանաստեղծ Վիգեն Հովսեփյանին։ Ես այսքանի ժամանակներս առիթ ունեցա ծանոթանալու նրա բանաստեղծությունների հետ եւ հասկացա, որ Վիգենը չի գրում գրիչով, նա գրում է հոգով։ Եվ այսօր մեր խոնարհ ծառան Վիգեն Հովսեփյանը դիմանկարի տաղավարի հյուրն է։ Ողջույն Վիգեն։ Ողջույն, եւ շնորհակալ եմ այս պատեհության համար։ Մերսի, շնորհակալ եմ։ Ես էլ եմ շատ շնորհակալ, որ դուք այսօր իմ տաղավարում եք եւ տաղավարում եք ոչ թե կուսակցական Վիգեն Հովսեփյան, այլ որպես բանաստեղծ Վիգեն Հովսեփյանը, որովհետեւ ես ինքս մտավորական մարդ եմ եւ սիրում եմ մտավորականների հետ մտավորականորեն զրույց անել։ Խնդրեմ եւ որ ներկայացնեիք որպես բանաստեղծ, արդեն այնտեղ մի քիչ ինձ համար անհանգիստ պահ է, որովհետև մենք միշտ սորված ենք բանաստեղծները որոշ ենք բարձրության վրա տեսնել եւ գկարծեմ որ դակավին ինձ համար հավակնիլ բանաստեղծ կոչվելու ինչ շուտ է։ Դե եթե դուք ունեք երկու գիրք հրատարակված, այսինքն երկու գրքերի հեղինակ եք, ուրեմն արդեն կարելի է բանաստեղծ ասել, որովհետև ես հաստատ համոզված եմ շատ անտիպ աշխատանքներ էլ ունեք, որոնք դեռ չեն հրատարակվել։ Եվ մի քիչ հետո կխոսենք այն ամենակարևոր երևույթի մասին, որը տեղի է ունեցել ձեր կյանքում եւ մեզ բոլորիս զարմացրել է։ Երբ սկսեց այն պահը, երբ ձեր լեզուն դարձավ գրիչը։ Այդ բանաստեղծություն գրելու պահը, երբ առաջացավ ձեզ հարց է, որովհետև չեմ գրնալ։ Դա մի բան է, որը չեք սովորում, չէ՞, դա մի բան է, որը ձեր մեջ կա։ Եվ այդպես է։ Չգիտեմ, եթե գրնամ ուղղակի նշել թե որ գեդն էր, բայց գրնամ հետևյալը հաստատել, որ ես բնականաբար ծնվել եմ Բեյրութի մեջ Լիբանան։ Եկած եմ այստեղ, երբ Լիբանանի մեջ քաղաքացիական պատերազմ էր, եւ ուրեմն այդ թիվեն այս կողմ հայերենի հետ իմ պաշտոնական ասպեսած կապս կդրված է։ Այսինքն եկած եմ ամերիկյան դպրոցներ, ամերիկյան համալսարան դարիներ շարունակ եւ ուրեմն հայերենը եղած է բնականաբար խոսակցական լեզու ինձ համար, բայց ոչ այդպես մտավորական աշխատանքի կամ դարբեր ասենք ցկտումներու լեզու չէ եղած այդպեսին եւ քանի որ իմ աշխատանքս ինձ դարած է թեպի ֆինանսական աշխարհ այնտեղ արդեն գիտեք ֆինանսական աշխարհի այդ չոր պայմաններում մեջ թիվերում մեջ եւ այլն արդեն բանաստեղծ ինչ խոսք բանաստեղծություն չկա եւ մտավորական այդպես թրիչքներ չկան, ընդհանրակը շատ ավելի անմիջական, չոր, առարգայական։ Եվ ուրեմն սակայն այդ բոլոր դեպողության գար ժամանակ, որ գկրեի ես ինձի համար, բայց միշտ մեջս գար այսպեսի բան, որ գիտեք, մանավանդ եթե մարդ ինքին կվերակրե նաև որոշ ասենք հեղափոխականը լալու, նաև կորզնաբաշտը լալու ինչու չէ նաև այդ ցկտումները բանաստեղծությունը քիչ այսպես չի հարմարվիր այդտեղ ընդհանրակը ամճնալու բահ է այսինքն ընդունել որ Գերտամ ես դուն բանաստեղծություն կգրեմ ադիկա ճիշտ ցևով չէ բակային տղաների նման չէ որ բակային տղաների մոտ չէր կարող ասել որ ջութակ ես նվագում օրինակի համար չէ եւ այդպես էլ գար այդպես էր ես իմ ընկերական շրջապատից մեջ իմ գազագերբական ասկային կորզունեությանս մեջ արցախյան
կոյամարտ, չգիտեմ դարբեր երևույթներ, այնտեղ չէր հարմարվեր, ասել որ դեպանասիացիոն գկրեմ, բայց գկրեի եւ կրություններս մեկ երկուքը ասկային հեղափոխական երկերու վերածվեցան օրին, որ Կարնիկ Սարգսյանը հետո Սևա Գամրոյանը եւ այն երկի վերածած են, սակայն այդպես էր նոր վերջին տարիներուն է որ համարցակությունը ունեցա արդեն որոշ բարեկամներու մղումով կամաց ընկերային ցանցերու վրա հրադարակել քրություններ, ինչը որոշ հետաքրքրություն ստեղծեց նաև ուրիշներ գտնվեցան, որ ինձ մղեցին, ասին որ հրադարակեցին, հա։ Եվ ուրեմն առաջին քիրկս հրադարակեցի եւ 2023-ի վերջն էր, որ մեկնարկը հրինք եւ հանգարց այսպեսի մեկ մթնոլորտ ստեղծվեցավ ես որ կգարձեի որ եթե արևմտահայերենով պիտի գրեմ ուրեմն պետք է որ իմ ընթերցողս արևմտահայերը լան բայց դեսեք ինչ պատահեցավ որ իմ ընթերցողներուս հետևորդներուս նույն ընկերային ցանցերու վրա լա Facebook լա Instagram երևի 90%-ը ոչ արևմտահայերեն արևելահայերեն Հայաստանի հայերեն առավելաբար եւ իրենք եղան այսպես ասած անուղագի թեգուս քաչալերողները այդպես եղավ եւ երկրորդ քիրքի արդեն հրադարագությունը լրիվ այդ զորակցությամբ է որերի եւ ահա այսօր կա ինչ որ կա Պաստորեն դուք գրում եք երկու իրականության ստեղծագործում եք երկու իրականության մեջտեղում ձեր մեջ հայի հոգին է եւ ամերիկյան իրականությունը չէ ճիշտ է եւ դժվար է ամերիկյան իրականության մեջ հայ մտածողությամբ արտահայտել այն ինչ որ դուք ցանկացել եք ձեր հոգինը ճիշտ է եւ ավելի փարտացնելու համար որպես սփյուռքահայ իմ մեջ մի քանի գդրվածքներ կան այսինքն գա Բեյրութահայի չէ որպես նաեւ արևմուտքը չէ այո 14-15 տարեկան մինչեւ Բեյրութ եղած եմ ծնողներս եղած են ավելի ասենք Արևմտահայաստանի զավակներ իրենց парքերով, իրենց սովորություններով, որ եկած հասած է մեր ընտանեկան կյանքի մեջ, այդ եւս մեկ այլ շերտ։ Նաեւ գա բնականաբար ամերիկյանը, այս ափերու Լոս Անջելեսյան ասենք կդրվածքը, նույն ամերիկյան գդրվածքի մեջ գա Նյու Յորքի երևույթ, որովհետեւ երկար հոն եղած եմ աշխատած եմ գործած եմ Նյու Յորքի մեջ նաև Լոս Անջելեսյանը հասկանանք ուրեմն փարտ ինքնություն է գա եւ այդտեղ կողմնորոշվել գա Հայաստանինը գա Արցախինը վերջապես իմ ինքնությանս մաս կազմած է առաջին անգամ որ ես Հայաստան կացած եմ Զվարթնոցեն ուղագի կացած եմ Ստեփանագերտ նույնիսկ Երևան չեմ հասած առաջին անգամ այսպեսի իրական խոսքս 90-ականներու մասին է Եվ այսպես ուրեմն Հայաստանի նաև հբարտ քաղաքացի եմ եւ ուրեմն այս ամբողջը վերջապես մեկ ինքնության մաս կկազմի Այ ինչ ժամանակ է ծնվում ձեր մեջ այդ բանաստեղծություն գրելու պահը տխրության ինչ որ ուրախության ինչ որ երջանկության ապրումների այդ որն է այդ մուսան որ գալիս է ձեր մեջ Երևի այդ բոլորն են բայց պիտի սխալ ներկայացած լամ եթե չընդունիմ որ ավելի դակնաբի եւ դարաբանքի բահերը դխրութեն է նաեւ ամենը ասենք դիրական աստեցությունը գլան ես կհավատամ եւ խորքը նաեւ գուտան քրությամբ ճիշտ է ուրախության բահերը սիրո բահերը սրանք ամբողջը իրենց թերը ունին բայց կան այլ շատ ավելի ասենք խնդրահարույց սկացումներ վերջապես ընկերական թվաջանություններ չգիտեմ հուսախապություններ կյանքի ակնկալություններ որոնք դեռ չեն հասնիր եւ այլն ասոնք կգարձեմ ավելի ասենք այսպես աստու քեդին կստեղծեն բանաստեղծություններու համար որոնք խորքային են եւ իմ քեդ փորձառությանս մեջ երբ ընթերցողն եմ ես եւ շարունակապար այս մասին նաեւ արտահայտված եմ կգարձեմ որ ընթերցողը կհասկանա շատ արագ
եթե այդ փանասեության հեղինակը ինչ որ խորք ունի նրա մեջ, որովհետև շատերը կգրեն եւ վստահ եմ որ շատերը լավ ասենք դրամատրություններով եւ լավ մղումներով կգրեն, բայց կարծեմ նաեւ շատ հեշտ է հասկանալ, եթե քրոմը ունի որոշ խորք եւ ուրեմն այդ խորքի դունդվող սկացումները ձեր բանաստեղծությունները ավելի ինձ խոհա փիլիսոփայական բանաստեղծություններ են, չնայած դրա մեջ կա եւ սեր, եւ երազ, եւ կարոտ, եւ հավատ, ամեն ինչ խառնված է իրար։ Այ ունեք առանձնահատուկ սիրված բանաստեղծություն ձեր գործերից։ Չի գրնար սել այդ մեկը փաստորեն վերջին շրջանին հատկապես երբ արդեն ավելի ընթերցողներ ունեցա գսկամ շատեր նաև հաղորդակցին հետս ընկերային ցանցերով եւ այլն եւ կտեսնեմ որ երբեմն գտնվին շատ ավելի լայն ընդունելություն կգտնան քրություններ որոնք այդպես ալ չէի ակնկալեր որ պիտի այդքան ասենք ստեղծեն հետաքրքրություն ստեղծեն բայց այդպես է իսկ ինձ համար բնականաբար բոլորը նաև ձեր զավակների նման ճիշտ այդպես այլևս թուղթին չէի գտնար հասնել չէ որև կան շատ քրություններ որոնք չեն անցնված ասենք հրադարագության եւ համեստաբար գսեմ որ հրադարագած եմ առավելաբար այն քրությունները որոնք գհավատամ որ արժեն հրադարագել արժեն հրամսվիլ եւ այս ամենի չի մեջ կրնամ ասել որ փախտավոր եղա որովհետեւ շատեր դարիներով դասամյակներով գքրեն եւ իրենց քրությունները չեն արժանանար այն ընթերցման որը իմս ստացվում մի քանի տարիների ընթացքում արդեն լավ հիմա մենք անցնենք մեր այսօրվա ամենաբուն թեմային որի համար ես ձեզ նաև դրա համար ձեզ հյուրընկալել եմ իմ տաղավար վերջերս մի երկու շաբաթ առաջ կարծես թե համազգային կենտրոնի հրավերքով այստեղ էր գտնվում Երևանի Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը իր 4 հրաշալի ներկայացումներով որոնցից մեկը ձեր այս բանաստեղծական անվանումով աստղու հետքերով գրքի կամ բանաստեղծությունների հիման վրա էր կառուցված ոնց պատահեց այդ կապը հետաքրքիր է այո ուրեմն դեսեք 2023-ի ավարտին էր դեկտեմբեր ամսուն էր որ ես այդ ուրեմն ժողովածուն ներկայացուցի ասենք մեկնարկը գրինք Երևանի մեջ եւ ինձ համար շատ կարեւոր էր քաղաքական նաեւ արժեք ուներ որ նույն աս արևմտահայերենով կորզս պետք է որ իր մեկնարկ ունենա Երևանի մեջ որովհետեւ ինձ համար այդ համատրումը արևմտահայու եւ արևելահայու շատ կարեւոր է ինչպեսի քաղաքական նաեւ նկատառումներով որովհետեւ ես հավատացած եմ որ մեկ ասք ենք վերջապես յուրաքանչյուրը իր յուրահատկություններով սփյուռքահայերը իրենց դե սփյուռքի մեջ ալ ինչպես քիչ առաջ ակնարկեցինք Բեյրութահայը նույնը չէ ինչ որ բարձկահայն է բարձկահայինը ինչ ինչ որ Սիրիահայինը եւ այլն սակայն այս բոլորին միացնող մեկ նաեւ մշակույթ կա հիշողություն կա եւ այլն ուրեմն երբ ներկայացուցի Երևանի մեջ այնտեղ են սկսավ մեկ այսպես շարք ու հասանք այնտեղ որ 2024-ի գեսերներ երբ Սոս Սարգսյանի անվան թատրոնի քարվեստական ուրեմն դիրեկտորը գապվեցավ իմ հետ ասելու համար որ իմ արտոնությունը սկսեն որովհետեւ այս քրություններու ժողովածոյին վրա նաև փեմականացում կազմակերպեն որովհետեւ արևմտահայերենով որոշ ասենք ներկայացումնելու այդ մղումը ունեցած են եւ երբ հարցուցի լավ ինչու իմս որովհետեւ շատ խոշոր քրոներ կան արևմտահայերենի մեջ եւ ինչու իմս որովհետեւ ես նորելուկ եմ եւ տակավին
ինչու՞ չէ նաև խարխափումներու մեջ, այդ մարզի մեջ, ինձ իսվեցա, որ նախ փորձ այն որ ժամանակագից քրողը լա, եւ երկրորդ, որ քրություններ, այնպիսի քրություններ լան, որոնց վրա կարելի է պատմություններ նաև ներկայացնել, բադում ներկայացնել, storytelling անել, ինչպես անգլերենով պիտի ասեին, եւ բնականաբար ես սկացված էի եւ շոյված այդ ամեն ինչեն եւ բնականաբար ինձ կմնար ընդունել եւ կացի ներկա եղա պրեմիերային, որ Երևանի մեջ ներկայացվեց։ Այն ինչպեսի զգացողությունն է եւ որպես հանդիսատես եւ որպես բանաստեղ։ Շատ հետաքրքրական։ Տեսեք, ասիկա ես իրենց լսած եմ վերջը, այսինքն կոլեկտիվին, թատրոնի կոլեկտիվին լսած եմ, որ այնտեղ նստած, երբ որ գեհդեվեի, պետք է ինքսինքիս հիշեցնեի, որ հեղինակը ես եմ, որովհետև սկսած էի տեսնել բաներ իմ քրություններուս մեջ, որ որպես նույնիսկ քրող, որպես հեղինակը չէի սկացած այդ զգացումները չէի ունեցած, որ սկսա ունենալ, երբ իրենք կփեմականացնեին։ Եվ ուրեմն շատ հետաքրքրական ասպես մեկ բահ էր ինձի համար, ինչևէ, ուրեմն անգե իդ արդեն այդ ներկայացումը այստեղ երբ համասկային ընկերակցությունը հրավիրեց Սոս Սարգսյանի անվան թատրոնը, որոշած էին, որ 4 ներկայացումները մեկը պիտի լա իմ քրություններուս վրա հիմնվածը, արդեն անիկա մի քիչ ավելի ընդլայնված ներկայացում էր, քան այն որ Երևանի մեջ դեսա, նաև ներառված էր երկրորդ հադորեն որոշ ասենք աշխատանքներ եւ ավելի երկար, այսինքն 1 ժամ ու 20 րոպեի երկարությամբ եւ իրապես հետաքրքիր փեմականացում էր բավական ասպես երաժշտությամբ եւ այն Հետո եւ թատրոնի տնօրենուհին Նարինեն եւ դերասանական կազմը շատ շնորհալի են, շատ։ Իսկապես պետք է իմ հիացմունքս հայտնեմ, թե որքան պրոֆեսիոնալ, որքան լավ գերբով ներկայացուցին եւ բնականաբար ես անձնապես այդ ամեն ինչեն միայն սկացված եմ եւ ուրեմն մեծ բախտավորություն կզգամ, որ այդ բադիվին արժանացա եւ իմ քրություններս այդ բադիվին արժանացան առանց ասենք ավելորդապանություններով եւ որ կսեմ ասիկա եւ ես իրենց ալսի փապակս այն է որ շարունակաբար իրենց այդ ցանգի վրա անպայման արևմտահայերենով նաև գտորներ ունենան որտեղ մա կարծես այդ կապը կտրվում արևմտահայերենի եւ արևելահայերենի խոսակցության մեջ խոսակցական բայց հիմա կարծեմ մեզ մոտ Հայաստանում դպրոցներում ավելացրել են արևմտահայերեն առարկան ոչ թե առարկան այլ արևմտահայերենը որպես հայոց լեզու այո եւ գիտեք ինչ կա մենք արևմտահայերս շարունակաբար կմտահոգվենք, կսենք, որ արևմտահայերենը մեռնող լեզու է եւ իսկապես այդպես է հիմա մեր կրնալալ մահվան քուժը հայտնելու այդ բանը մի քիչ դրամատիկ է բանը եւ այլն, բայց իրապես որ վտանգված է առնվազն ինչպես որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոտ այդպես ալ գա արևմտահայերենը որպես վտանգված լեզու կներկայացվի եւ ուրեմն սակայն ինչ կարելի է ավելի լավ բան անել այդ ասենք թափ տալու արևմտահայերեն քան թե պայման չէ որ այսին արևմտահայերեն անպայման խոսվի որպեսի մնա եւ վերջապես մեր իրականության մեջ իր դեղը բահե գփավե որ մարդիկ ընթերցեն արևմտահայերենը որպես թեկուզ երկրորդ այսպես հետաքրքիր բան կա ազալ նշեմ երբ որ ես առաջին քիրքիս համար Երևան էի հրադարակչուադունը կայցել էի այնտեղ մեկ մարդ կար որ վերջապես իրենց այնտեղի կոլեկտիվի մաս կկազմի հրադարակչադան եւ իրենսի որ տեսնենք սի ինչպիսի հետաքրքրություն պիտի ստեղծի այստեղ Երևանի մեջ այս քիրքս Սա որ տեսեք սա հիմա նոր զարթոնք գաբրի արևմտահայերենը
Սի Հետո շատ էս վերջին կներեք պատերազմի տարիների ընթացքում շատ մարդիկ տեղափոխվեցին, Ես էլ այդպես կարծեցի, սի որ կարող է որ ադլա, սա դե ադգա, այսինքն այդ զարթոնքյա ռենեսանսի մաս կգազմի, որ Սիրիա հայերը գազեն, Լիբան հայերը գազեն, բայց սա նաև գա այն հանգամանքը, որ դեսեք ինչպես ծավալերվեց, շատ հետաքրքրական էր, սա որ արևմտահայերենը այն օդար լեզուն է, որ օդար չէ։ Այսինքն այնքան որ այնքան ինչ տարբեր է բնականաբար։ Բայց օտար չէ, բայց օտար է։ Օտար որտեվ դարձվածներ կամ բարեր կամ որ գրնալալ որ արևելահայեր կամ հայաստանցին ասպարակային կարող է չի հասկանալ, բայց ընդհանրությունը կհասկանա, այսինքն միտքը կհասկանա, պետք չունի անպայման երթալ փարարան, չէ, նայելու, հասկանալու համար։ Հետաքրքրական դարձվածք էր։ Ես հիշում եմ դեռ փոքր ժամանակ մեր շենքում շատ հայրենադարձներ կային ու իրանք այդ տաբատ մի օր գնացի տուն մամայիս հարցնում մամա տաբաթը ինչ է էլի տաբաթը ինչ որ փռենք տաբաթը հագնենք ինձ համար օտար բառ էր իրականում իսկ ինչ ասես հա մամաս ասեց տաբաթը շալվարն է շալվար հա ես եկորեք շալվարը հայերեն չէ հա շալվարը հայերեն չի բայց տաբաթը հայերեն է տաբաթը ասեց շալվարն է ասում են չեն իրանք տաբաթ ասում ասեց Հետո ինքից բացատրեց, դե հատու դպրոց գնացի արդեն հասկացա։ Մի խոսքով այո, օտար չի, օտար է, բայց նաև շատ հարազատ։ Այո, եւ հետաքրքրական է եւ ադորամար Այ հետաքրքիր է, մենք երկուս էլ եւ մնացած ովքեր որ ապրում են Ամերիկայում, առավելապես մեր Լոս Անջելեսում, մտածում են, այ դուք մտածում եք հայերեն, թե անգլերեն։ Չգիտեմ, երևի աշխատանքային մթնոլորտի մեջ հավանաբար անգլերեն։ Հա։ Որովհետև դեսեք, ես գրեթե 45-50 տարի արդեն Ամերիկայում եմ, այսինքն բայց քրազատենս չէ, երբ հայերեն գրեմ։ Երբ որ գրում եք հայերեն, հայերեն եք մտածում։ Մեր ուզում եմ հարցս այսպես ձևակերպեմ, այ մենք ուզում ենք անպայման մեր լեզուն պահպանած լինել, որովհետև լեզուն դա արդեն մտածողություն է, չէ՞։ Արդեն մարդու ինքնությունն է։ Այ մեր մեջ ինչ է դրված լեզուն պահպանելու խնդիրը, թե ավելի խորքային բան կա այդ ամեն ինչի մեջ։ Չէ, իմ բարակայից շատ ավելի անձնական, այսինքն մղում է անհատական ասենք սկացումներու այդ գարիքն էր արտահայտվելու այնտեղ այդպես իմ ասենք ցկտումներուս մեջ անպայման հետին այդպես ավելի մեծ նպատակներ չկային այսինքն ես այնտեղ ծառայություն մատուցելու ոչ մեկ գարիքը չեմ սկացած Չնայած որ ինչպես խոսեցանք արևմտահայերին գյանք տալու բանը ավելի արդեն զուգահեռ բան է, երկրորդական է։ Գբադահի որ այդպես լա ոչ թե ինձ համար մղումաներ որ արևմտահայերին ասենք թափտամ եւ այլն։ Չէ, ադիկա իմ կողմից շատ հավակնոտ բան գլար։ Չէ, ես քրած եմ որովհետեւ գարիկը սկացած եմ քրելու, որովհետեւ ուզած եմ հասկացվել քրություններով սոն ուր չեմ գրծած հասկացվել այլապես այնտեղ կան քաղաքական որոշ ասենք շերդեր քրություններուս մեջ եւ քաղաքական ասելով նաեւ ասկային նաեւ դե բնականաբար չէ կարող դա ձեզանից շատ հեռու լինել չէ հա բնական է կյանքից մաս կազմած է այդ ամեն ինչը ամբողջ կյանք դրա համար ապրել եք եւ ապրում եք շարունակում եք ապրել եւ ուրեմն այդպեսով Այսինքն մեկ այլ ցև էր հասկացվելու եւ ուրեմն այդ եղած է մղումը այլ ասենք նկատառումներ չեմ ունեցած բայց ուրախ եմ որ նաեւ այլ իմաստներով գա ասենք քեդին գա արիտներ կան բայց մղում այդ չի եղած
Ես հիմա մեր ռեժիսորին պետք է խնդրեմ, որ ձեր ներկայացումից մի քանի հատված դնի, որպեսզի մեր հեռուստադիտողը նույնպես տեսնի, ճիշտ է, արդեն ներկայացումը տեսնել չի կարող, բայց հենց այս պահին իմ մեջ մի միտք առաջացավ, որ եթե նկարած կա հեռուստա ամբողջ ներկայացումը, դա կարելի է նաև հեռուստացույցով ցույց տալ եւ մարդիկ տեսնեն, որովհետեւ մի օր դժվար էր, մի օրում այդքան մարդ կարողանար գնար ու վայելեր այդ գեղեցիկ միջոցառումը։ Հիմա մեր ռեժիսորը կդնի անպայման հատվածներ ձեր ներկայացումից եւ մի այսպեսի գուցե մի լիրիկական հարց եմ ուզում տալ։ Մենք բոլորիս մեջ կա կարոտ հասկացողությունը, չէ՞։ Մենք միշտ կարոտում ենք մեր երկրին, մեր տանը, մեր ընկերներին, մեր հայրենիքին, չգիտեմ, ամեն ինչին մի քիչ հեռվանում ենք, սկսում ենք կարոտել, չէ՞։ Կարոտը ինձ թվում է շատ բոլորն են կարոտում, բայց ինձ համար շատ ազգային է այդ կարոտը։ Մեր կարոտը կարծես ուրիշ անուն ունի։ Ինչ է կարծում, կարոտ առանց սիրո լինում, հա։ Չէ, որովհետև սկսնախբյուրը կարոտի վերջապես սիրո զգացումներն են։ Չէ, այսինքն որևէ մեկ կարոտ պետք է սկսի որոշենք սիրո զգացումներով տարբեր դարողությամբ, բայց վերջը պիտի առաջնորդի անոր բագասը կամ անոր բացակայությունը պիտի առաջնորդի կարոտի բնականաբար, չէ։ Կգործեմ այդպես է։ Որպես բանաստեղծ ինչ խորհուրդ կտաք մեր երիտասարդ բանաստեղծներին, ովքեր ուզում են գրել, ովքեր ամանչում են ցույց տալ իրենց ընկերներին, իրենց գրածը։ Պետք է բնական process-ը լա, այդ գործընթացը, որ իրենք պետք է որ նախ եւ առաջ հանգիստ զգան, որովհետեւ շատեր ալ կան իրականության մեջ որ գքրեն, բայց հանգիստ չեն զգար այդ քրությունները նաև ուրիշներուն ցույց տալ պետք է կան ինչ որ դեղ արդեն իրենց կյանքի մեջ որ սկան հանգիստ սկան կամ կարող է ամեն ինչ որ գքրեն հանգիստ սկան այդ ամեն ինչը նաև բաժնել ուրիշներու հետ կարող է մեկ մասը բաժնեն մեկ մասը չբաժնեն բայց պետք է հանգիստ սկան եւ սկան որ իրենց ներաշխարեն ինչ որ մեկ մաս թեւի դուրս արդեն գուտան ինչ որ քաչություն նաև կբահանջի Ձեզ համար բավականին երկար տևեց այդ քաջությունը ադորամար գսեմ պետք է որովհետև տեսեք նաև քրությունները եթե անգեղծ են անդեղ գրնալալ որ որոշ խնդրահարույց խնդիրներ նաև պետք է մարդ արդահայտե բարձրապես այդպես ներաշխարհի հետ կապված խնդիրներ չեն նաև խնդիրներ են որոնք կրնալալ մարդիկ կրնալալ չընդունին շատ բարձ ցեզի օրինակ մտալով օրինակի համար իմ քրություններուս մեջ կան դարձվածքներ փարեր նույնիսկ որոնք կրնալալ որոնց մարդկանց խանգարած է որովհետև Օրինակ կստանամ երբեմն, որ Բարոն Հովսեփյան, դուք լուրջ մարդ եք, ինչպես է ինչ բառը կամ ինչ դարձվածքը։ Նույն օրինակի համար ես Երևանի մասին քրություն ունիմ։ Այնտեղ օրինակի համար 1-2 դող կա, որ հավանաբար որ ոմանց թյուր չի եկած։ Եվ ուրեմն Ինչա մարդկանց թվում, որ լուրջ մարդիկ լիրիկական զեղումներ չեն ունենում կամ հումոր չեն ունենում։ Չէ, բայց իրականության շատ լուրջ բան է ասված իմ ասածներս այնպես չէ որ բանի հյումորով ասված բաներ են բայց մարդ եղբայր այս բանը այսպիսի արդայություն կարելի է ունենալ եւ այլն քո սեփական բանի մասին ասկի մասին բայց դե այլ է այսինքն ես այդպես սկացած եմ այդպես տեսած եմ եւ այդպես էլ արդահայտված եմ հիմա գրնալալ որ մեգա հաշչլա այդ ամեն ինչի հետ բնականաբար ես պետք է անգերց արդահայտվի եւ արդահայտված եմ այսինքն թյուր դպավորություն չստեղծի որ այդպես մեծ այսպես շատ սկայացունց բաներ են ասվածները բայց վերջապես կրնալալ մեգուն խանգարած է մեկ արդահայտությունը կամ օրինակ երբ Instagram-ի վրա որ դեղատրում գնեմ կոմենտ կստանամ կամ ասենք նույնիսկ
պատկամ գուղարկեն, որ այս ինչ բանը ինչի համար էսպես է կարտայում եւ այլն։ Չհասկանալով որ ադիկա դե բանաստեղծություն է։ Դա էլի մարտահայտչա ձևն է։ Պես է, այնպես չէ որ վերլուծական գդոր չէ, քաղաքական վերլուծական, որ մինչև ծայր կարողանան բացատրել, այսինքն չես որ նկարչական ինչ որ մեկ կորձ մեկը գարցես ինչի մասին է, կարելի չէ բացատրել։ Ինչպես քրողը պետք է իր ներաշխարեն տնե, ընթերցողնալ ինքը պետք է ընկալի, այնպես որ պետք է ընկալի։ Պետք է հասկանա ինչ որ հասկացավ։ Այդպես։ Այդպես շատ շնորհակալ եմ ձեր այսօրվա ներկայության համար, կարծում եմ շատ հետաքրքիր հաճելի զրույց ունեցանք։ Ինչպես ասում են, կյանքը շարունակվում է, բայց ստեղծածը մնում է, արարածը այն ինչ որ արարվել է այս կյանքում մնում է։ Շնորհակալություն ձեր գեղեցիկ տողերի համար, ձեր ներկայության համար եւ նաեւ շնորհակալություն մեր համազգային թատրոնին, որ կարողացավ ձեր այդ տողերը, որոնք գրքի էջերի վրա էին, կարողացան արտահայտել բառերով եւ լսելի դարձնել մեծ հանդիսատեսին։ Ձեզի շնորհակալ եմ ձեր հետաքրքրության եւ նաեւ ինչու՞ չէ նաեւ այս հրավերի համար, որ ինձ արիտ տվավ նաեւ արտահայտվելու անգամ եւս։ Շնորհակալություն, սիրելի հեռուստադիտող, կյանքը շարունակվում է, մենք կարծում եմ նորից անպայման կհանդիպենք հաջորդ հաղորդաշարին։ Սիրեք իրար, գնահատեք եւ լսելի եղեք մեկը մյուսին։ Սորվիս այս երկը, հանդարտ երկը զվարսիրով, մաշեցնող ծնցուններուտ այս երկը, սոր այս քիշեր ես քրեցի գուր լուսնի մաչկերում դակ, և որ գաչ պահմը քեզի նվիրեցիս, բայց որ շուտով զայն խլեցի, թում պիտի սորվիս այս երկը, հանդարտ երկը զվարսիրով, սոր քրեցի ծովաղի ավասներում վրա, ու գեգյանքի հովերանցան զայն սրթեցին, մինչև երկս գերքեին ալիքներն անգամ, ուր խարույկի պույրնան, երկիս հետ միասին կշոյեին մազերը։ Աստղերու կոյությունը աչքերով չէ, որ կդեսնե, այլ սիրտով կզգա։ Սիրտի աչքերով կդեսնե, այնպես, ինչպես վգայած են սերունդներու աչքեր։ Թում չհասկացար, որ մեր մեջ հիմար դիգը, գադեմ մահն ու մահվանը։ Թրիչ, թեպի օնում ամենքն են հարազատ։ Թրիչ, թեպի սերն և սիրահարություն, թրիչ, թեպի ժայր ընկերոջը սարյան ոցված։ Ես եմ այս քաղաքը։ Այստեղ թաղված է մանկությունս։ Վարգյաններ, որոնք հիմա արդեն զիզգուրանում։ Ուր ամեն մեկ փողոցի, ամեն մեկ շենքի, ամեն մեկ պատշգամբին վրա խնջույք կմկա փեմադրված։ Ամեն մեկ լույսի, ամեն մեկ աղոտ փայլքի մեջ սիրահարություն կա շատոնց վիժած։ Հանդիսատեսի բազում առաջարկներով մայիսի 14-ին երեկոյան ժամը 7-ին Փասադինայի AGBU թատրոնում նորից կկայանա Գերին եւ Գրեսը ներկայացումը Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանի եւ սիրված դերասանուհի Նարինե Չիլինգարյանի դերակատարմամբ։ Դեմադրությունը Գոր Բաբախանյանի ըստ Խորեն Արամոնու պիեսի։ Մեր մեջ այդպես էլ ոչինչ չեղավ։ Տոմսերի համար զանգահարեք 818 265 0506 կամ այցելեք ticketmiket.com